Կադրերում Արթիկ քաղաքի Թումանյան փողոցի կոյուղագիծն է։ Վիոլիա ջուրընկերության Արթիկ շահագործման տեղամասը սեփական ուժերով քաղաքի 6 հասցեներում սկսել է կոյուղագծերի վերացման աշխատանքներ։ Տարվա աշխատանքների ցանկում ընդգրկվել են հատկապես խիստ վթարային եւ խնդրահարույց հասցեները, որտեղ Վիոլիա թիմը շաբաթական մի քանի անգամ վթար կամ խցանում է վերացրել։ Հասցեները ընդրվել են ըստ անհրաժեշտության։ Հատվածներ կան, որ չարտված են, հատվածներ կան, որ խցանված են, դիտավորներն են շահգործմանը ոչ պիտանի, բոլորը փոխվում են եւ թումը ունենք Աբովյան փողոցում կառուցելու, Աղաքայրյան փողոցում, Նալբանդյան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներում։ Բարբերաբար խցանումները հակահիգիենիկ իրավիճակ էին ստեղծում փողոցներում, որքան էլ Վիոլիա թիմն օպերատիվորեն արձագանքում է խցանումներին եւ վթարներին, միևնույն է քայքայված եւ մաշված համակարգն արմատական լուծում էր պահանջում։ Թումանյան փողոցի կոյուղին քանդելուց հետո Վիոլիա թիմն ականատես եղավ, որ այն ամբողջությամբ կոտրված է։ Հիմնական խնդիրը չի լուծում, բայց աղագին կստացվի կոմֆորտ վիճակ, էլի, այսպես ասած։ Իսկ հիմնական խնդիրը կան էլի խնդիրներ, որոնք մաս-մաս ներկայացնելով, ղեկավարությանը համաձայնեցնելով կատարում են այդ աշխատանքները։ Այժմ Թումանյան եւ Նալբանդյան փողոցների 120 բաժանորդների համար ընկերությունը վերակառուցում է 90 մետր երկարությամբ 200 մմ-անոց երկշերտ պոլիէթիլենե կոյուղագիծ, նոր դիտահորեր տեղադրում։ Արթիկ շահագործման տեղամասի պետը նշում է, որ իրենց թիմն այս աշխատանքներն իրականացնում է վթարավերացման աշխատանքներին զուգահեռ։ Աշխատուժը կիսում ենք ըստ անհրաժեշտության, կեսը վթարներն են անում, իսկ մնացած կեսը կառուցողական աշխատանքներ արդեն։ Իրենց փողոցների կոյուղագծերի նորացման աշխատանքներին ոգևորությամբ էին հետևում բնակիչները։ Հավատում են, որ կոյուղու հետ կապված խնդիրները շուտով կվերանան։ Վիոլա ջուրը եկավ, մարդիկ սկսեցին աշխատել, վերանորոգեցին։ Խցանված, ահավոր վիճակ էր, մեքենաներն չէին անցնում, մարդիկ միշտ բողոքում էին։ Բնակիչներից մեկը մտահոգություն ուներ, արդյոք իր տան կոյուղին ընդգրկված է ծրագրում, թե ոչ։ Հենց տեղում Արթիկ շահագործման տեղամասը պարզաբանեց, որ այդ կոյուղու խնդիրը եւս լուծելու են։ Կանալիզացիան հետ կուտա ամիջապես իմ հայատից, իմ դրած թեմը։ Հիմի պետք է սարքեն գազի տրուբեն իմ դրնից կանցնի։ Խնդրած կերն այդ տրուբեն անջատեն, ժամանակավոր օրով մե 2 ժամով է այդ խնդիրը լուծեն մենք եմ արդենք։ Բաժանորդի հասցեն ընդգրկված է, այստեղ ուղղակի ոնց է եղել խնդիրը, առաջ կոյուղագիծն է եղել, նոր կառուցվել են բնակելի տները։ Հիմա բնակելի տներ կան տարածքներ, որոնք ոնց որ գտնվեն մեր կոյուղագծի վրա։ Այնտեղ համաձայնեցման հարցեր կան գազի գրասենյակի հետ, որպեսզի խողովակը ժամանակավոր կդրվի, կարողանանք տեխնիկա մտցնենք այդ աշխատանքները կատարենք։ Սասունցի Դավիթ 6 շենքում Վիոլիան աշխատանքներն արդեն ավարտել է։ Սա այս տարվա առաջին ավարտված հասցեն է, որտեղ էլ արդյունքները գերազանց են։ Էլի խցանում էր, ընդհանրապես խցանված է խողովակը ամբողջությամբ, ով առաջացրել է շենքի բակում գարշահոտություն, այստեղ էլի փոխել ենք մոտ մի 30 մետր հատված, 3 դիտահորերով, խնդիրը լուծվեց էլի, այսպես ասած։ Մեր կոյուղագիծը փոխվել է, շատ ահավոր վիճակում էր ինքը, համարյա լծվում էր արդեն պատետ, մենք դիմել ենք, շնորհակալ ենք իրենցից։ Արթիկում եւս կոյուղագծերի 4 հասցե սպասում է նորացման իրենց հերթին։ Թումանյան փողոցից հետո տեխնիկան կշարժվի նաեւ այդ փողոցներ։ Սակայն այս բոլոր աշխատանքներում ամենակարևորը բնակիչների իրավագիտակցության բարձրացումն է։ Կարևոր է գիտակցենք այս հսկայածավալ աշխատանքների դժվարություններն ու մեծ ծախսերը եւ նպատակային օգտագործենք կոյուղին, որ այն հնարավորինս երկար ծառայի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։